Եթե մոտ 5 տարի առաջ իմպլանտոլոգիան Հայաստանում դեռ սաղմնային վիճակում էր, այսօր այն արագընթաց զարգացում է ապրում։ Սա Իգոր Օստրովսկու կարծիքն է նաև։ Նա Ալֆա-Բիոտեք ընկերության ներկայացուցիչն է, ծնվել է, կրթություն ստացել Հայաստանում եւ այսօր էլ փորձում է օգնել։ Мне очень приятно отметить такое большое количество интересующихся врачей, которых очень интересует и имплантология. И на сегодняшний день мы приглашаем лекторов экстра-класса, которые дают уже материал не для начинающих врачей, хотя и это они делают, а уже для врачей продвинутых, которым нужны дополнительные знания к тому, чтобы они выполняли качественную и успешную работу. Աշխարհի 5 տասնյակից ավելի երկրներում Ալֆա-Բիոտեկն իմպլանտոլոգիայի բնագավառում գործունեություն է ծավալում արդեն 25 տարի։ Հայաստանում Ալֆա-Բիոտեկի բացառիկ ներկայացուցիչն արդեն 5 տարի GDC ընկերությունն է։ Պետք է ձևավորվի իմպլանտոլոգ մասնագիտություն, ձևավորվի բժիշկ օրտոպեդ, բժիշկ վիրաբույժ եւ ատոմնատեխնիկական լաբորատորիա թիմ եւ վերջնական արդյունքում այդ բոլորը պետք է ծառայի մեր պացիենտներին, որպեսզի ստանանք բարձր որակ եւ ստանանք վերջնական էսթետիկ ֆունկցիոնալ ռեաբիլիտացիա եւ մեր պացիենտները պետք է գնան կլինիկաներից ստանալով առավելագույն արդյունք։ GDC ընկերության հրավերով 2007-ից սկսած արդեն մի քանի անգամ մեր երկիրը հյուրընկալել է իմպլանտոլոգիայի բնագավառում համաշխարհային լավագույն կլինիկաներում մասնագիտական մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող մասնագետների։ Հատուկ այսօրվա սեմինարին մասնակցելու նպատակով Հանրապետություն է ժամանել համաշխարհային լավագույն կլինիկաների դասախոս բժշկական գիտությունների թեկնածու Ռամի Բալաբանովսկին Իսրայելից։ Նրա խոսքով իմպլանտոլոգիան ենթադրում է թիմային համատեղ եւ գրագետ աշխատանք ու էսթետիկ մոտեցում։ Ведущим доктором, куратором, отвечающим за конечный результат, ведущим доктором, выполняющим планирование работы, является доктор-ортопед. Хирург подключается только на определенных этапах, и прежде всего очень важно грамотное планирование работы. Спланировав работу, все будет протекать очень грамотно по стандартному протоколу. Իմպլանտների վրա օրթոպեդիկ կոնստրուկցիաների պատրաստման եւ պլանավորման հիմունքները թեմայով երկօրյա սեմինարին մասնակցում են շուրջ 200 բժիշկներ Երևանից, Հանրապետության 10 մարզերից եւ Արցախից։ Լիլիթ Կասյան, Արտակ Ղևոնդյան, Լրաբեր։